Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ։ Հիմնակարի առաջիկա մի քանի հաղորդումներում մենք խոսելու ենք գաղափարախոսությունների մասին։ Այսօրվա հաղորդման շրջանակներում փորձելու ենք պարզել պահպանողական գաղափարախոսության էությունը։ Մեզ հյուրընկալել են քաղաքական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Տիկին Մարիամ Մարգարյանը, ինչպես նաև պատմական գիտությունների դոկտոր պրոֆեսոր ակադեմիկոս պարոն Ռուբեն Սաֆրասյանը։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Դիտենք փոքրիկ տեսանյութ, այնուհետև կանդրադառնանք պահպանողականությանը։ Պահպանողականության պատմությունը սկսվում է 1789 թվականի ֆրանսիական մեծ հեղափոխությունից եւ առաջին անգամ քաղաքական բառարան մտավ որպես լուսավորության գաղափարների եւ ֆեոդալների ու ազնվականների կողմից հակադարձվող արձագանքի արտահայտություն։ Դասական պահպանողականության առաջին տեսաբաններն են համարվում Դե Մեստրը, Դե Բոնալդը եւ անգլիացի Բերքը։ Պահպանողականությունը ներկայում դրսևորվում է ինչպես խառնվածքի տեսակ եւ սոցիալական վարքի մոդել, այնպես էլ քաղաքական գաղափարախոսություն եւ աշխարհընկալման ձև։ Մեր օրերում պահպանողականությունը խարսխված է 3 կարևորագույն դրույթների վրա՝ հավատ առ Աստված եւ նրա պատվիրանները, մտածելակերպի կոնկրետություն, անվստահություն վերացականության նկատմամբ, նախապատվություն մնայունին ի հաշիվ անցողիկի։ Ռուս մտածողներից Լեոնիդ Իոնինն ասել է. «Պահպանողականությունը միշտ արդիական է, քանի որ ամեն անգամ ծնունդ է առնում ակտուալ հասարակական իրավիճակից»։ 21-րդ դարում նույնպես պահպանողականությունը շարունակում է մնալ աշխարհի արդիական գաղափարախոսություններից մեկը։ Տիկին Մարգարյան, առաջին հարցը ձեզ, ինչ է պահպանողականությունը որպես աշխարհընկալում եւ որպես գաղափարախոսություն։ Պահպանողականությունը առաջին հերթին գաղափարախոսություն է։ Իհարկե, նա կարող է լինել նաև աշխարհընկալում, նաև նույնիսկ հոգեդրվածքի ձև։ Մարիամ Մարգարյան, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, փիլիսոփայական գիտությունների թեկնածու։ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում գործող Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման հանձնաժողովի քաղաքական գիտություններ եւ միջազգային հարաբերություններ մասնագիտական խորհրդի փոխնախագահն է։ 1997-ից Հայաստանի Հանրապետության Պետական կառավարման ակադեմիայի քաղաքական կառավարման եւ քաղաքական վերլուծության ամբիոնի վարիչն է։ 2014-ին Հայաստանի նախագահի հրամանով պարգևատրվել է Մովսես Խորենացի մեդալով։ 5 մենագրությունների եւ 100-ից ավելի գիտական հոդվածների հեղինակ է։ Ընդունված է քաղաքական գիտության մեջ միանշանակ ընդունել, որ նա գաղափարախոսություն է։ Արժեքների, սկզբունքների, համոզմունքների ամբողջություն, որը հնարավորություն է տալիս կազմակերպել հանրային կեցությունը առանց հեղափոխական ցնցումների։ Շնորհակալություն, պարոն Սաֆրասյան։ Տեսակետներ կա, որ պահպանողականությունը միտումնավոր թե երբեմն գիտակցաբար կամ անգիտակցաբար համարում են հետադիմական գաղափարախոսություն եւ համարում են, որ դրա դարաշրջանը ինչ որ իմաստով ավարտված է, բայց դրան զուգահեռ մենք տեսնում ենք այլ տեսակետներ եւ այլ զարգացումներ եւ Եվրոպայում եւ ընդհանրապես աշխարհում, ինչու է պահպանողականությունը արդիական մեր օրերում։ Ես կարող եմ ասեմ իմ տեսակետից, ես քաղաքագետ չեմ։ Ռուբեն Սաֆրասյան, արևելագետ, թուրքագետ, Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ակադեմիայի իսկական անդամ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի Հանրային խորհրդի կրոնի սփյուռքի եւ միջազգային ինտեգրման հանձնաժողովի նախագահ։ 1981-ից աշխատանքի է անցել Գիտությունների ազգային ակադեմիայի արևելագիտության ինստիտուտում, 2006-ից նույն ինստիտուտի տնօրենն է։ Թուրքիայի գծով ամենապահանջված փորձագետներից է։ Հաղթել է մի շարք հեղինակավոր միջազգային գիտական մրցույթներում։ Հիմնադիրն է ու խմբագիրը թուրքագիտական եւ օսմանագիտական հետազոտություններ եւ ժամանակակից եվրազիագիտական պարբերականներին։ Հեղինակ է 100-ից ավելի գիտական աշխատությունների, որոնք նվիրված են Թուրքիայի նոր ու նորագույն պատմության եւ արտաքին քաղաքականության, ինչպես նաեւ հայոց ցեղասպանության ուսումնասիրման հարցերին։ Պարգևատրվել է Մովսես Խորենացի մեդալով եւ մի շարք այլ պարգևներով։ Պահպանողական հայացքների տեր մարդ եմ եւ ինձ համար պահպանողականության արդիականացումը կայանում է հետեւյալում, որ այս փոփոխվող աշխարհում, շատ արագ փոփոխվող, երբ խառնարան է ստեղծվել համամոլորակային եւ ազգերը, ժողովուրդները կորցնում են իրենց առանձնահատկությունները, այ պահպանողականությունը հնարավորություն է տալիս պահպանել
ժողովրդի ստեղծած ողջ հարստությունը, հոգևոր հարստությունը, ավանդույթները, որ գոյություն ունեն հասարակության մեջ, եւ դա համապատասխանեցնել մեր օրերի պահանջներին։ Եվ երկրորդը ինձ համար շատ կարևոր է պահպանողականության արդիականությունը այն առումով, որ վերջիվերջո պահպանողականությունը հիմնվում է Աստծո երևույթի վրա, Աստված երևույթի վրա։ Եվ ժամանակակից աշխարհում, երբ այսպես մարդկանց մոտ տարբեր հոսանքներ են առաջանում, որոնք շեղում են իրական ճշմարտացի Աստծո ճանապարհից, պահպանողականությունը հնարավորություն է տալիս կառուցել մեր առօրյա կյանքը հետևելով մեր նախնիների եւ վերևից տրված մեզ բոլոր այդ ուղենիշների։ Շնորհակալություն։ Տիկին Մարգարյան, մեր օրյա աշխարհում 21-րդ դարում պահպանողականություն առաջին հերթին որպես քաղաքական ուղղություն ինչ տարածում ունի, քաղաքակիրթ աշխարհի ինչ հատվածն է կամ որքանով է այն ընկալելի եւ տարածված այսօրվա քաղաքակիրթ աշխարհում աշխարհագրությունը կամ, չգիտեմ, հետևորդների բազմությունը ինչ չափով է պայմանավորված։ Ես կուզենայի շարունակել պարոն Սաֆրաստյանին, որ մենք գտնվում ենք արժեքների խառնարանում եւ ժողովուրդներն են սկսել խառնվել իրար եւ ցավալին այն է, որ նրանք կորցնում են իրենց ինքնությունը։ Եվ անհատապաշտության այդ ժամանակաշրջանում կարծեք թե պահպանողականությունը դառնում է այն արժեքների համակարգը, որ կարող է փրկել այն հանրույթներին, ազգերին, պետություններին այդ խառնարանում, այդ քաոսային հարաբերություններից գնալով եւ հնարավորություն ստեղծելով, որ այդ պետությունները եւ ժողովուրդները ինքնակառավարման եզրերով պահպանեն ավանդականը եւ արձիականը չմերժելով, այլապես մրցունակ չեն լինի։ Դրա համար, որպեսզի մենք արդի աշխարհի խնդիրները լավ հասկանանք, շատ կներեք, ես կուզենայի մենք անգլիական պահպանողականության արմատները քննարկեինք, որտեղ Էդմոնդ Բըրքը անգլիական պահպանողականության կարելի է ասել հիմնադիրը վերլուծաբանը 1700 դասական պահպանողականության։ Այո, դասական պահպանողականության 1729-1795 թվերին է ապրել այդ մեծագույն մտածողը։ Պահպանողականության համար կարևոր է համարվում պետությունը եւ պետականության արժեվորումը, եկեղեցին եւ կրոնը եւ ընտանիքը։ Ու ըստ էության բոլոր ժամանակներում անգլիական պահպանողականությունը մինչ այսօր եւ նույնիսկ ավելի քան բրգից հետո զարգացող երևույթներում, հետո Իսրայելի, դրանից հետո որքան զարմանալի է հեքիաթասաց կերոնը, նրանք զարգացրեցին հետեւյալ հիմքում, որ մարդը անվտանգ է, եթե կարողանում է պահպանել Աստծո կողմից ստեղծված հիերարխիան, աստիճանակարգումը։ Իսկ այսօրվա ցանցային կառավարման պայմաններում եւ գլոբալիզացման պայմաններում կարծեք թե առաջին հարվածը այդ աստիճանակարգման խնդրին է վերաբերում, մերժվում է ընտանիքը, մերժվում է եկեղեցին, պետությունը եւ պետականության կերտման այդ բարդագույն շրջանը։ Այդ իմաստով այս արկա ժամանակաշրջանում բոլոր նրանք, ովքեր ուզում են դուրս գալ այս գլոբալացման փորձություններից եւ քաոսային իրականությունից, խորքային գոնե իրենց երկրների համար իրենք պահպանողական են։ Տեսած մարտահրավերների պատասխան կարող է լինել հենց պահպանողականությունը։ Եվ եթե փորձենք լայն հասարակության համար, այսպես ասած, ընկալելի ձևակերպում տալ, ինչու մենք պետք է լինենք պահպանողական։
եւ խոսքը հատկապես վերաբերում է հայ հասարակությանը, որովհետեւ Տիկին Մարգարյանը սահմանեց ընդհանուր դրույթները դասական պահպանողականության, բայց մեր երկիրը մեր բխելով մեր անցած պատմությունից, մեր տարածաշրջանից որոշակի ինքնատիպություն այնուամենայնիվ կա։ Ինչու ստեղծված պայմաններում, որտեղ ես էլ այնուամենը պիտի խոստովանեմ կիսում եմ այդ գաղափարները, պիտի լինենք պահպանողական կամ անհրաժեշտ է որ լինենք, չասենք պետք է, որովհետև մարդիկ կան միգուցե այլ ընտրության տարբերակներ են փնտրում, խնդրեմ պարոն Սարհատյան։ Ես կարծում եմ, որ հիմա ապրող հայ մարդկանց սերունդների համար չափազանց կարևոր է պահպանել այն ժառանգությունը, որ մենք ստացել ենք մեր նախնիներից։ Իսկ այդ ժառանգությունը դա ոչ միայն սովորական կարելի է ասել ժառանգություն է, որ ամեն ժողովուրդ ստեղծում է եւ ստանում է, այլ մեր ժառանգությունը հանդես է գալիս քաղաքակրթության տեսքով, տեղական լոկալ քաղաքակրթության տեսքով։ Այնպես որ մենք եւ կրողներն ենք հայկական քաղաքակրթության եւ պահպանողներն ենք եւ փոխանցողներն ենք ապագա սերունդներին։ Եվ այս խնդիրը հաջողությամբ կատարելու համար ես համոզված եմ, որ պահպանողական աշխարհանկալումը, որը հիմնված է այն արժեհամակարգի վրա, որը շատ հստակ ներկայացրեց Տիկին Մարգարյանը, մեր ժողովրդին հնարավորություն կտա այս խնդիրը իրականացնել։ Մենք պարտք ունենք մեր նախնիների առջև պահպանելու այդ քաղաքակրթությունը, որ նրանք ստեղծել են, եւ ապագա սերունդների առջև, որ կարողանանք դա փոխանցենք։ Ես այսպես եմ ընկալում։ Համաձայն եմ ձեզ հետ, Տիկին Մարգարյան, գոնե մենք տեսակետ հայտնեցինք, որ պահպանողականություն դա անհրաժեշտ է մեր երկրին, մեր հասարակությանը։ Հիմա հարցին ցանկանում եմ մյուս կողմից հարցը դիտարկել, որքանով է մեր հասարակությունը տեղյակ կամ փորձում հաղորդակից լինել այս գաղափարախոսության առաջարկած դրույթներին եւ որքանով է այն տարածված եւ ընկալելի մեր ներկա հասարակության կողմից։ Դժվարանում եմ այդպես ասել, թե որքանով է հասարակությունը տեղյակ կամ ընկալում, դա, բայց նկատի ունենալով հասարակության շարժը, տեղափոխումները եւ հատկապես այն հեղափոխական նախադասությունները կամ մտքերը, որոնք շատ հաճախ հնչում են մեր հասարակությունում, կարող եմ ասել, որ մենք պահպանողականությունը մի փոքր սխալ ենք հասկանում։ Ավելի շատ դա կարծեք թե կարծրատիպային մի վիճակ է կամ կարծրացրած գաղափարների ամբողջություն, որ մեզ կաղապարում է։ Բայց դե այդպես չի, պահպանողականությունը շատ կենթանի տեսություն է, կենթանի արժեհամակարգ է, որը հնարավորություն է տալիս պետությանը, ազգին անցնել ժամանակի միջով եւ անցնել մրցունակ կերպար ստանալով։ Պահպանողականության կարևոր խնդիրը դա քաղաքական ժամանակի եռաչափ գնահատականն է։ Դա շատ կարևոր խնդիր է։ Մեր հասարակությունը ինձ թվում է այդքան էլ բանատեղյակ չի պահպանողականության գաղափարախոսության մասին եւ նրա դրական կողմերի մասին։ Հավանաբար այս հաղորդումը կօգնի, որ ինքը ավելի մտածի դրա մասին։ Օրինակ, ասենք, շատ ճիշտ կարևորեց պարոն Սարհատյանը մեր արժեքների, ազգային արժեքների եւ մեր լոկալ քաղաքակրթության խնդիրը։ Օրինակ, մեր մշակութային տեքստում կա հոգևոր Հայաստանի գաղափարը։ Բայց երբ որ ասում ես հոգևոր Հայաստան, ոմանք մտածում են, թե դա կրոնավորների Հայաստան է։ Ոչ, դա մրցունակ կրթության, գիտելիքների, հոգևոր արժեքների գնահատման, նրա պրոպագանդման, նրա քարոզման Հայաստանն է։ Գոնե մեր մեծերը այդպիսին են թողել մեզ ժառանգություն։ Մենք դրանով հպարտ պետք է լինենք, բայց եւ միևնույն ժամանակ չի նշանակում, որ մենք չենք կարող ենթադրենք նորաձևությունից ելնելով մեր այբուբենի տարրերը շատ գեղեցիկ զարդարել մեր հագուստներին կամ մեր գլխարկի վրա ունենալ ինչ որ մի բան նոր, որ մատչելի լինի եւ
բոլորին տեսանելի, ընկալելի։ Բայց այդպես կարծրատիպային ընկալումները հարկավոր է փոխել, թեկուզ հենց դասախոսությունների ձևով, քարոզման ձևով նա մրցունակ գաղափարախոսություն է։ Պարոն Սաֆրոսյան, տպավորություն ես տեսնում, օրինակ, որ մեր հասարակությունը միգուցե տեսաբանված պատկերացումներ չունի գաղափարախոսության մասին, բայց իր էությամբ, իր վարքականոնով հետևում է կարծես թե այս ուղղությանը, վկան մեր պատմությունը, մեր անցած ուղին, բայց միաժամանակ մենք լինելով պահպանողական հաճախ նաև անդադ ձգտել ենք նորին, հատկապես դա լուսավորության, կրթության տեսանկյունից հակասության մեջ չեն մտնում այս նորից ձգտելու մեծ ցանկությունը եւ միաժամանակ պահպանելու հակառակ տենչը հակասության մեջ չեն մտնում։ Ես կարծում եմ ոչ, որովհետեւ այ որ դուք նշեցիք, որ մեր ժողովուրդը օժտված է պահպանողականությամբ, շատ անգամ չգիտակցելով։ Ես դա անվանում եմ առողջ պահպանողականություն։ Այսինքն դա ամենակարևոր, այսպես ասած, հիմնաքարերն են մարդու եւ անհատական կյանքի եւ ընտանեկան եւ հասարակական, որոնց մեր ժողովուրդը դարեր շարունակ հետևել է եւ նույնիսկ հիմա այլ այս ինչպես նշվեց քաոսային ժամանակներում կարողանում է դա պահպանել։ Դա շատ կարևոր է եւ դա առողջ բնազդի նման մի բան է, որ օժտված է մեր ժողովուրդը։ Մյուս կողմից մենք տեսնում ենք, որ հայերը շատ արագ ընկալում են նորը։ Հայ երևույթը էթնիկական առումով, ազգային առումով եւ նորույթը, որ ստեղծվում է ինովացիան աշխարհում, դա ոնց որ նույնանում են։ Շատ ժողովուրդներ ուղղակի իրենց ընկալողականության մակարդակով շատ դժվարությամբ են նոր ընկալում։ Իսկ մենք ոնց ասեմ, ուշին բաց ենք եւ ուշիմ ենք, շատ շուտ ենք հասկանում ամեն ինչ։ Եվ եթե վերցնում ենք, փորձում ենք վերցնել իհարկե օգտակարը։ Սա այն համադրությունն է, որը ես կարծում եմ կապահովի մեր ժողովրդի համար այս ժամանակներից անցում դեպի ավելի, այսպես համակարգված եւ հասարակական, եւ գաղափարական, եւ հոգեվոր կյանք։ Այսինքն օժտված լինելով առողջ պահպանողականությամբ եւ լինելով բաց նորարարությունների, ինովացիաների նկատմամբ եւ ստեղծելով այդ երկուսի, այսպես ասած, սինտեզը, մենք ես կարծում եմ կկարողանանք հաջողությամբ անցնել այս դժվար ժամանակները։ Ցանկանում եմ մի այլ ասպեկտ էլ պահպանողականության հետ կապված քննարկենք, եթե պարոն Սաֆրոսյանը, ինչպես նշեց, դա բնական կամ առողջ պահպանողականություններ հասարակության հետ կապված, մենք գիտենք, որ պահպանողականությունը նաև քաղաքական ուսմունք է եւ շատ քաղաքական կուսակցություններ դավանում են եւ իրենց ծրագրերում դա դրված է։ Մեր իրականության մեջ շուրջ 40 տարի ունենք անկախ պետականություն եւ մեր քաղաքական դաշտը կարծես թե ըստ գաղափարախոսությունների կարծես թե կայացման դեռևս ճանապարհ է անցնում։ Այսինքն ի նկատի ունեմ մեր ընտրությունները կամ ժողովուրդը երբ որ իր քվեն տալիս է այս կամ այն անձին կամ կուսակցությանը հաստատ ընտրության հիմքում չի դնում այս կառույցը պահպանողական է, լիբերալ, սոցիալիստ է մեկ այլ ուղղության դավանով, այլ ինչ-ինչ այլ հանգամանքներով է իր ընտրությունը կատարում։ Ինչով է պայմանավորում որպես քաղաքագետ, որ այսքան ձգձգվում է մեր քաղաքական դաշտի կայացումը այս հարթությունում։ Այսինքն դուք նկատի ունեք Գաղափարական, այո, իհարկե, կան կուսակցություններ կան, որոնք վաղուց դավանում են այս կամ այն գաղափարախոսությունը, բայց հասարակության մեջ դրանց ընկալումը եւ այդ կառույցների ընկալումը դեռևս քաղաքական ժամանակով հետխորհրդային տարածքներում շատ ընդունելի է, կարելի է ասել, մոդայիկ ազատական գաղափարախոսությունը։ Եվ ազատական գաղափարախոսությունը շատ հեշտ հնարավորություն է տալիս նոր էլիտաներին թափանցել կամ ճակերտավոր էլիտաներին կամ բնական էլիտաներին թափանցել իշխանական հարաբերություններ։ Ազատականությունը դրա խնդիրը շատ հեշտ է դնում։ Պահպանողականության մեջ էլի կդիմեմ Էդմոնդ Բրքին ասում է յուրաքանչյուր սափրիչ իրավունք չունի հայտնվելու պետության կառավարման համակարգում։
ժամանակներն են հեղափոխական։ Իսկ հեղափոխությունները շատ հաճախ նաև այդ ազատական հիմքերի վրա բերում են նոր ուժեր, որոնք ազատական են եւ հեշտ են դիտարկում, ավելի ճիշտ կներեք, բառը սխալ ընտրեցի, անպատասխանատու են դիտարկում իրենց տրված ժամանակը։ Դա հետխորհրդային ժամանակաշրջանի հիվանդություն է։ Բայց ես ուզում եմ ուրիշ բանել, այ ցանկացած հեղափոխություններին, որոնք անպայման միշտ անհաջողությունների են մատնվում, այդ հեղափոխություններին միշտ հաջորդում է պահպանողական ալիք։ Եվ կամ պահպանողականության վերածնունդ։ Մեզ մոտ սկսել է այդ ալիքը թե ոչ։ Ինձ թվում է, այո, սկսի, եթե այս հաղորդումը սկսի, եթե այս հաղորդումը իր նպատակին ծառայի։ Պետք է որ սկսի։ Որովհետև մենք նախ մարտահրավերներ, հսկա մեծ մարտահրավերներ պիտի պատասխանենք։ Հենց թեկուզ մեր լոկալ քաղաքակրթությունը պահպանելու առումով։ Դա մեկ։ Երկրորդը մենք բավականին մեծ սպառնալիքներ ունենք մեր պետականությունը, մեր ինքնությունը եւ վերջապես մեր ֆիզիկական անվտանգությունը պահպանելու առումով։ Հենց այդ խնդիրները լուծելու համար մենք պարտավոր ենք դիմել պահպանողականության եւ դասական արմատներին եւ նորագույն արմատներին ուսումնասիրել ու տեսնել թե ինչպես մենք կարող ենք այդ խնդիրները լուծել։ Իսկ մենք դա կարող ենք։ Բայց ամեն դեպքում տեսեք, եթե հիմա Եվրոպայում, երբ որ ընտրություններ են լինում, հասարակությունը հաճախ ընտրությունը եւ հիմնական ընտրությունը կատարում է ելնելով թե տվյալ քաղաքական ուժը, որ գաղափարախոսության կրողն է հանդիսանում։ Լիբերալ է, պահպանողական, չգիտեմ, կոմունիստ, սոցիալիստ, մեզ մոտ կարծես թե կայացման գործընթացը շատ դանդաղ է գնում։ Իհարկե հասարակության մեջ կան այդ արժեքները, կան դավանվում են, բայց քաղաքական համակարգում դա կարծես թե ավելի տեմպերը դանդաղ են, հուսանք որ մի օր ավելի հստակ կսահմանվի այն ինչը որ ենթադրվում է պահպանողականության հետ կապված։ Պարոն Սաֆրասյան, մեր օրերում մեր գիտական շրջանակներում պատմաբաններ, քաղաքագետներ տեսաբանված հետազոտություններ կատարվում են, որպեսզի պահպանողականությունը դասական իր դրույթներով եւ հայկական իրականության համատեղելիության կամ յուրօրինականությունը բացահայտվեն եւ ոչ միայն ներգիտնական շրջանակներին հասու լինեն, այլ նաեւ լայն հասարակությանը այդ ուղղությամբ կան, արվում են աշխատանքներ, իդեպ եթե դուք էլ Տիկին Մարգարյան ունենաք ավելացնել ինչ-որ բան այս հարցում, խնդրեմ։ Ես կարող եմ ասել, որ ծանոթ եմ մի քանի աշխատանքների, որ կատարվել են մեր երիտասարդների կողմից եւ նվիրված հայոց պահպանողականության 19-րդ դարի կեսերից սկսած եւ համաշխարհային բրկի օրինակ գաղափարախոսությանը նվիրված հենց վերջերս էլ նմանատիպ աշխատություն ներկայացվեց պաշտպանության բայց ինդիման խոսը ես եմ տեսնում եմ Տիգրանը չէ Մկրտչյանը ահա շատ լավ պաշտպանեց եւ բայց ես կարծում եմ որ մի տեսակ պակաս է զգացվում այդ տիպի աշխատությունների կոորդինացման մեջ, որտեղ պահպանողականությունը մեր ազգի համար ունի շատ կարևոր նշանակություն, որպես քաղաքական ուղղություն, բայց այդ հետազոտությունները, որ կատարվում են, չեն համապատասխանում այդ նշանակությանը, դրա համար գուցե հնարավոր լինի ստեղծել մի պահպանողական մտքի ուսումնասիրության կենտրոն, որը այդ կոորդինացման հետաքրքիր աշխատանքը, եթե դա արվի, ինքը կենտրոն կհանդիսանա եւ այսպես իր շուրջը երիտասարդներին, ոչ երիտասարդներին կհամախմբի եւ դա կդառնա մի այսպես ազդակ մեր հասարակության համար, որ պահպանողական գաղափարախոսությունը ավելի այսպես լայնորեն տարածվի։ Իսկ դա պետք է մեզ, պետք է իսկապես ավելացնելու բան ունեք Տիկին Մարգարյան։ Կարծում եմ, որ ապագան պահպանողականությանն է, ուղղակի հարկավոր է պահպանողականությունը չընկալել որպես հետադիմություն։ Նա ավանդականի եւ արձիականի ներդաշնակում է ենթադրում։ Եվ այսօրվա պահպանողականությունը մեր համար անհրաժեշտ է նաեւ մի շատ կարեւոր քննրով, որ նա պատասխանատվություն է ենթադրում յուրաքանչյուր քաղաքացու։ Այսինքն, եթե դուք քաղաքացի եք, հասարակության անդամ եք,
դուք պետք է պահպանեք համակեցության նորմերը եւ ավելնորդ ամբիցիաներ, նկրտումներ չցուցաբերեք ուրիշի ունեցվածքի, իշխանության, դուք պետք է համբերեք ձեր ժամանակը։ Խնդրում եմ դուք ինձ ճիշտ հասկացեք։ Ավելնորդ հեղափոխականությունները մեր նման ազգերի համար վտանգավոր են։ Ես սա կասեմ։ Շնորհակալություն, ցավոք մեր ժամանակը ավարտվեց, շնորհակալություն եմ հայտնում հետաքրքիր զրույցի համար, հուսով ենք դեռ կհանդիպենք եւ այս կարևոր թեմայում դեռ կունենանք ապագայում մեկ այլ ասպեկտով անդրադարձ։ Այսպիսով սիրելի հեռուստադիտողներ, մեր հերթական հաղորդումը նվիրված էր պահպանողական գաղափարախոսության բացահայտմանը։ Մնացեք խաղաղությամբ, կհանդիպենք հաջորդ շաբաթ։